Հազարամյակներ առաջ ստեղծվեցին առաջին պետությունները։ Հաստատվեցին ընդհանուր կանոններ հասարակության կենսագործնեության ապահովման համար։ Սահմանավորվեց օրենքը հասարակական փոխհարաբերությունները հստակեցնելու, պետության ներսում կարգ ու կանոն ամրագրելու նպատակով։ Մարդկության պատմությունը լցնում էր նորանոր հատորներ, փոխվում էին հասարակարգեր։ 20-րդ դարավերջին ցամաքի 1/6 մասը զբաղեցնող կայսրության տարածքում նոր գաղափարախոսություն էր ծնվել։ Սովետները տապալվում էին, ավերակները նոր պետությունների հիմքն էին դառնում։ Այնտեղ օրենքի, իրավունքի, քաղաքացու եւ պետության հասարակական փոխհարաբերությունների ընկալումները նոր էին։ Մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները, դրանց իրականացումն ու պաշտպանությունը ապահովող մարմինները Հայաստանի անկախ հանրապետությունում ամրագրվեցին ու սահմանվեցին 1995 թվականի հուլիսի 5-ին։ Համաժողովրդական հանրաքվեի արդյունքում ընդունված մայր օրենքի դրույթները պարտադիր կիրառման առումով դարձան ժողովրդավար իրավական ժամանակակից պետության հիմքը։ Իրավական ժամանակակից պետությունում հասարակությունն ակնկալում էր նոր որակի արդարադատություն եւ սահմանադրության ընդունմամբ մեկնարկ տրվեց դատաիրավական բարեփոխումներին։ Աշխարհը շատ արագ է փոխվում եւ մենք իրավունք չունենք կանգնելու։ Հատկապես մի երկիր, որը ունի շատ քիչ բնական ռեսուրսներ, նման երկիր պետք է կարողանա գտնել ուղիներ, ինչպես նա կարող է չեզոքացնել բնական ռեսուրսների պակասը։ Եվ մեր կարծիքով դա փոփոխությունների բարեփոխումների տեմպն է։ Հայաստանում փորձ էր արվում բարեփոխել մի ոլորտ, որի հենման կետում խալխլվածիններ եւ դեռ չձևավորվածներ կան։ Օրենքները նոր էին ստեղծվում, սակայն կենսունակության համար հող չկար։ Արդարադատությունն իրականացվում էր որպես կանոն անշուք շինությունների մի քանի քառակուսի մետրանոց չկահավորված սենյակներում։ Հասարակությունը նախընտրում էր ցակած խնդիրները լուծել ինքնուրույն, շրջանցելով դատարանների գոյությունը, ավանդական, երբեմն հանցավոր կապերի միջոցով, ինչը հանգեցնում էր ապօրինի նոր գործողությունների։ Բացակայում էր վստահությունը։ Օրվա հրամայականն էր փոխել վերաբերմունքը դատական իշխանության նկատմամբ։ Անհրաժեշտ էին փոփոխություններ դատավորների աշխատավոճում։ Հարկավոր էր իրականացնել ուսուցման, փորձի փոխանակման ծրագրեր, միջոցառումներ ուղղված դատաիրավական համակարգի կառավարման ու վարչարարության ամրապնդմանը։ Անհրաժեշտ էր նոր մոտեցում դատական պրակտիկայում, քաղաքական կամք եւ նյութական միջոցներ գաղափարները կյանքի կոչելու համար։ Դրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ մենք 2000 թվականի վերջին համաշխարհային բանկի հետ բանակցեցինք եւ համաձայնություն ձեռք բերեցինք, որպեսզի դատաիրավական բարեփոխումների համար հատկացվի վարկ, բնականաբար արտոնյալ պայմաններով, եւ 2001 թվականի կեսին այդ մեր համաձայնագիրը մտավ ուժի մեջ եւ սկսեց գործել։ Եթե մենք չունենայինք այս վարկային ծրագիրը, ես վստահեցնում եմ ձեզ, մենք կարողանայինք գտնել եղանակներ ինչպես շարժվել առաջ, առանց լուրջ ֆինանսական ներդրումների։ Միգուցե դարիներ ավելի պակաս արդյունավետ լուծում։ Միգուցե մենք չունենայինք այն արդյունքները, որ ունենք այսօր։ Այնուամենայնիվ, կախված թե ինչ ռեսուրսներ ունես, ինչ ռեսուրսների ես տիրապետում, ինչ կա քո զինանոցում, դու որոշում ես քո առաջին հերթին ռազմավարությունը։ Հայաստանում դատաիրավական բարեփոխումների հայեցակարգի դրույթները կյանքի կոչելու համար 2000 թվականին ստեղծվեց դատաիրավական բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակը արդարադատության նախարարության կազմում։ Տրամադրվել էր վարկ միջազգային զարգացման ընկերակցության կողմից, նաև դրամաշնորհներ Ճապոնիայի կառավարությունից ու Նիդերլանդների թագավորությունից։ Բարեփոխումների ծրագրերն իրականացնելու համար ընտրվեցին թիրախային մի քանի ուղղություններ։ Յուրաքանչյուրն առանցքային նշանակություն ուներ, համակարգաստեղծ նշանակություն։ Վարկային միջոցների ահռելի մեծ գումարը գնում էր իհարկե դատարանաշինությանը, քանի որ Հայաստանի Հանրապետությունում ուղղակի դատարանների շենքեր որպես այդպեսին գոյություն չունեին անկախությունից ի վեր։ Վերջին դատարանների շենքերը երևի կառուցվել էին խորհրդային տարիներին։ Այսինքն, երբ որ սկսվեց ծրագիրը, մոտ 15 տարի առնվազն այդ դատարանի շենքերը, որոնք որ գոյություն ունեին, վերանորոգված չեն։ Դատարանը ուղղակի հարմարեցված է, տեղակայված է ինչ-որ այլ մարմնի, սովորաբար դա լինում է ոստիկանությունը կամ դատախազությունը, դա էլ խորհրդային մտածելակերպի արդյունք էր։ Դատարանաշինության լայնածավալ գործընթացը դարձավ արդարադատություն իրականացնող ատյանի նկատմամբ հասարակության վերաբերմունքի փոփոխությանն ուղղված թերևս առաջին քայլը։ Երրորդ իշխանության համար աշխատանքային քաղաքակիրթ պայմաններ պիտի ապահովեին նոր կառուցվող համալիրներում կամ վերակառուցվող շենքերում։
որոնք պիտի համապատասխանեին եվրոպական չափանիշներին։ Շինարարական աշխատանքների իրականացման համար հայտարարվեց մրցույթ, մասնակցեցին բազմաթիվ կազմակերպություններ։ Մենք մասնակցություն ենք ունեցել մրցույթին, շահել ենք մրցույթը, բոլոր ուրեմն պահանջող կրիտերիաների համաձայն եւ ձեռնմուխ ենք եղել այդ շինարարության իրականացմանը։ Առաջի իսկ պիլոտային ծրագիրը Մալացիա Սեբաստիան համայնքի շենքի վերակառուցում ծրագիրն էր 2001 թվականին։ Անմխիթար վիճակում էր գտնվում։ Նույնիսկ դատավորներ ունենք այնտեղ երկու դալիճ, որը չէին հասցնում իրենց դատական նիստերը, իհարկե ոչ կահավորված նշեմ, չէին հասցնում իրենց նիստերը անեն։ Դատարանի դալիճը այնտեղ նենց էր, որ դրսից մարդ մտնող է, կարող դատական նիստի ժամանակ դուրը բացեր, ուղիղ գտնում էր դատական նիստերի դալիճում։ Ես տեսել եմ, թե Մալացիա Սեբաստիա համայնքի դատարանը որտեղ էր տեղակայված եւ մարդիկ եւ դատավորները ինչ պայմաններում էին աշխատում։ Խարխլված սենյակներ էին, կիսաքանդված վիճակ, հատակները ուղղակի սարսափելի վիճակում, կահույք չկար, ինչ պայմաններում աշխատում էին դատավորները եւ ինչ շենքային պայմանները եւ դրանից հետո ինչ էր ստացվում։ Այդ կարևորը սա է։ Շինարարի, նախագծողի եւ պատվիրատուի որոշ խնդիրների շուրջ երբեմն օրեր տևող քննարկումների, լուծումների փնտրտուքի, համատեղ աշխատանքի արդյունքում մայրաքաղաքում եւ մարզերում կառուցվեցին եւ վերակառուցվեցին դատարանների 8 շենքեր միայն Հայեկի շինարարություն ընկերության կողմից։ Դատարանաշինության գործընթացում ներգրավված էին կառուցապատող այլ ընկերություններ ևս։ Վարկային առաջին ծրագրով կառուցվեցին, վերակառուցվեցին եւ արդիականացվեցին հիմնականում մայրաքաղաքի եւ Աղետի գոտու դատարանների շենքերը։ Սա Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մարալիգի նստավայրի նախկին շենքն է, որը կոմունիստական կուսակցության շրջանային կոմիտեի շենքն էր։ Մենք տեղավորված էինք երկրորդ հարկում։ Խնդրեմ նայեք պայմանները, ինչպիսի պայմաններ են եղել, ամբողջը երկրաշարժից հետո քանդրտված, տպավորությունը առաջին պահից շատ ճնշող է։ Երրորդ հարկում տեղավորված էր Գեղարվեստի դպրոցը, որտեղ երեխաները զբաղվում էին եւ նկարչությամբ, եւ պարով, եւ այլ մասնագիտություններով, եւ պարի ժամանակ խանգարում էր մեր աշխատանքը։ Սա է, սա նախկին դատարանի տուրն է, որը մենք հնարավորություն չունենք բացելու, որտեղ արդեն հանձնել ենք քաղաքապետարանին բանալիները, ներսը նույն վիճակներ, նույնիսկ քանդրտված, չունեինք դալիճային պայմաններ, երկու սենյակ այս ընդհանուր միջանցքն էինք մտնում, մի սենյակ դատավորի համար եւ մի սենյակ աշխատակազմ, որտեղ աշխատում էր։ թվականի ընթացքում կառուցվեց այս հոյակապ շենքը, որտեղ մենք արդեն տեղավորվել ենք։ Եթե մենք ասում ենք, որ դատավորը իրեն վարկագծով պետք է վստահություն եւ հարգանք ներշնչի, որպեսզի արտադրությունը ավելի լավ իրականացվի, առաջին պայմաններից մեկը եթե դատավորի վարկագիծն է եւ նրա դրսևորված վերաբերմունքը, երկրորդ տեղում իմ կարծիքով շենքային պայմաններն են։ Մինչ 1988-ի ավերիչ երկրաշարժը Գյումրիի դատարանում արդարադատությունն իրականացվում էր 1800-ականներին կառուցված շինությունում, որը ժամանակին պատկանում էր տեղի տոհմիկ ընտանիքներից մեկին։ Շենքում ամենամեծ մակերեսն ուներ ձիանոցը, եւ այն խորհրդային իշխանության տարիներին ձևափոխվեց Լենինականի դատարանի դատական նիստերի միակ դահլիճի։ Վերնահարկում գրասենյակներն էին։ Աղետից հետո կիսավեր շինությունում երբեմն ստիպված էին լինում դատական նիստեր անցկացնել, եթե գործը հասարակական հնչեղության էր, իսկ դատական նիստը մարդաշատ։
Սակայն Գյումրիի դատարանի հիմնական գործունեությունը իրականացվում էր տնակներում։ Այստեղ դոմիկներ ենք դրել, այստեղ 1, հետևը 2, 3, 4, եկել է 2 գարաժները, նախքին դատարանի գարաժները, դատավորների աշխատասենյակները, նիստերն են այստեղ առնում, մոտեցեք նայեք։ Դատավորի եւ քարտուղարին այստեղ իրար են նստում։ Ես եմ շահել տվել։ Սարսափելի պայմաններ։ Գիտեք նստածս տեղ է գրեսը ոտքերից տակից կփախներ։ Բարելու բան չկար, դուրն չէր փակվի։ Ունու 78-ին, 89-ին դուրը բաց աշխատել ենք։ Հետո պրիտոն կան, մեծ եմ չոպով, փեդով, գրիճով, ամրացրել ենք մեծ կերպան, թողել ունենք, եկե առավոտ նորից եկե բաց է։ Գլանավորին բերում էին տնագում ենտելնիստ էի անում, ես այստեղ էի նստում, այդտեղ նստում էր քարտուղարուին, ցույց եմ տալիս, որ դուք տեսնեք, այստեղ նստում էր մեղադրյալը, պաշտպանը եւ 2 միլիցիայի ուղեկցողները։ Իսկ իրանց հետևում ամբողջությամբ այդ ժողովուրդը ինչքան որ հնարավոր է։ Այդպիսի դեպքեր եղել են, առիթներ եղել են, որ փորձել են գործերը փախցնել, փորձել են նույնիսկ փորձ է եղել, որ եթե մոտիկ դատավորը նստած ցուցմունքը հրապարակում, փորձ է եղել ցուցմունքը պատրել մեղադրյալի կողմից, եղել են այդպիսի դեպքեր, հասկանալի է։ Եթե մեր դատարանում չէ, բայց այլ դատարաններում քրեական գործերը գողանալու դեպքեր են եղել։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նոր շենքը, որը շահագործման հանձնվեց 2005 թվականին, համարվում է հանրապետության դատական ամենամեծ համալիրներից մեկը։ Այստեղ են տեղակայված նաև դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության բաժինը, նոտարիատը, պետռեգիստրը, այլընտրանքային պատիժների իրականացման ծառայությունը։ Յուրաքանչյուրն ունի իր հարկաբաժինը, առանձին մուտքը։ Դատարանում ստեղծված են բոլոր պայմանները աշխատանքը պատշաճ իրականացնելու համար։ Դատարանաշինության գործընթացը շարունակվում է։ Մայրաքաղաքում կառուցվում է դատական ակադեմիայի շենքը։ Աչափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ակադեմիան նոր շենքը տեղափոխվի 2012 թվականին։ Շինարարական աշխատանքներ են ընթանում Եղեգնաձորում, Կապանում, Սևանում, Իջևանում։ Ինքնանպատակ չէր ուղղակի շենք կառուցել, քանի որ անհրաժեշտ էր սահմանել որոշակի չափանիշներ։ Կա գոտիավորման գաղափար։ Բոլոր դատարանների շենքերում գոյություն ունի 3 հիմնական գոտի։ Հասարակական գոտի, որտեղ քաղաքացիները ցանկացած պահի կարող են մուտք գործել, կա սահմանափակ գոտի, դա աշխատակազմի եւ դատավորների աշխատասենյակների մակերեսներն են, եւ կա արգելված գոտի, ոսկե գնում է կալանավորների ժամանակավոր պահպանման կետերի մասին։ Այսինքն դատարանների շենքերը կառուցվել են զուտ սկզբունքները պահելով, ինչը հնարավորություն է տալիս սահմանափակել շփումը քաղաքացի դատավոր, կալանավոր քաղաքացիներ, այդ ամենը հնարավորություն է տվել նաև որոշակի կոռուպցիոն ռիսկեր նվազեցնել։ Մեկ տասնամյակում պետության հիմնասյունը հանդիսացող համակարգի բնականոն աշխատանքի համար ապահովվեցին անհրաժեշտ պայմաններ, սակայն շենքերի կառուցումը, գույքային, տեխնիկական ապահովումը նյութական բազաներ միայն։ Հարկավոր էր բարեփոխել դատական իշխանության բովանդակությունը, դատական պրակտիկայում մտցնել նոր նորմեր, գործել բաց ու թափանցիկ։ Առաջին քայլերն ուղղվեցին վարչարարության բարելավմանը, արդիականացման ծրագրերին։ Դատարանները գործում էին, արդարադատությունը բնականաբար իրականացում էր, հստակ սահմանված էր դատարանակազմությունը, դատական կառուցվածքը, սակայն սահմանված չէր աշխատողների կարգավիճակը, ավելին կանոնակարգում օրենսդրորեն այնպիսին էր, որ դատավորները ներգրաված էին բավականին մեծ վարչարարական աշխատանքների մեջ, մասնավորապես եթե որպես դատավոր օրինակ վերցնենք նաև դատարանների նախագահներին, նրանք իրականացնում էին ֆինանսատնտեսական գործառույթներ, իրականացնում էին անձնակազմի կառավարման կադրային աշխատանքներ, որոնք բնականաբար համահունչ չէին դատավորի կարգավիճակի, մասնավորապես նրա անկախության սկզբունքի եւ այլ սկզբունքների հետ։ 2006 թվականի հուլիսի 7-ին ընդունվեց Դատական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքը։ Ստեղծվեց Դատական դեպարտամենտը, որը պիտի լրացներ համակարգի կառավարման բացը։ Դատական դեպարտամենտը սկսեց զբաղվել կադրային քաղաքականությամբ, ֆինանսա-բյուջետային հարցերով, կարգավորեց դատական համակարգի բնականոն գործունեությունը, որպեսզի բոլոր ատյանների դատարանների նախագահներն ու դատավորները զբաղվեն միայն արդարադատության իրականացմամբ, ձերբազատվելով հավելյալ պարտականություններից։
Վարչարարության բարելավմանը զուգահեռ ընթանում էր դատարաններում ավտոմատացման համակարգերի ներդրման, նաև ընդլայնման դատական տվյալների բազայի մշակման գործընթացը։ Դատարաններում ստեղծվեց դատական գործերի կառավարման ծրագիր եւ ըստ էության յուրաքանչյուր դատական ծառայով այսօր արդեն իրականություն է, այդ թվում դատավորները ծրագրից օգտվում են այն չափով կամ աշխատում են ծրագրում, մուտքագրում են ծրագրում տեղեկատվություններ կամ ստանում են այն տեղեկատվությունը, որոնք վերաբերում են իրենց եւ իրենց լիազորությունների շրջանակի։ Դատական համակարգում առաջին անգամ ստեղծվեց տեղեկատվության կենտրոնը, data center-ը։ Այդ ծրագրի միջոցով կենտրոնացվեցին բոլոր դատարանները, այդ թվում դատարանների նստավայրերը, յուրաքանչյուր դատարան մուտքագրված տեղեկատվությունը ուղղակիորեն համապատասխան համակարգչային եղանակներով տեղափոխվում էր կենտրոնական ապարատ եւ կենտրոնական ապարատում կենտրոնացվում էր ընդհանուր դատական գործի վերաբերյալ տեղեկատվությունը։ Այսինքն նախկինում եթե ցանկացած ինֆորմացիա մենք փորձում ենք դատարաններից ստանալ անմիջապես դատական ծառայողների միջոցով, այսօր դրա հարկը չկա։ Մեզ հետաքրքրող ինֆորմացիան մենք կարողանում ենք հաշված վայրկյանների ընթացքում ունենալ։ Վարչարարության առումով դա շատ ավելի հասու եւ արդիական մեթոդ է, որպեսզի վերահսկողություն իրականացվի դատական գործերի ընթացքի նկատմամբ։ Դատական գործերի կառավարման համակարգի ներդրումից առաջ փորձի փոխանակման ծրագրով Միացյալ Նահանգներում գտնվող հայ մասնագետները ամերիկյան հեղինակավոր թերթերից մեկին տված հարցազրույցում հայտարարել էին, որ Հայաստանի դատարաններում ավտոմատացման համակարգի ներդրումը կարճ ժամանակահատվածում մեծ արդյունքի կհանգեցնի։ Դա այն ժամանակ էր, երբ Հայաստանում համակարգչային գրագիտությունը բարձր չէր, ինտերնետ հասանելիությունը նույնպես։ Տեխնիկական առաջընթացի մի քանի տարիների ընթացքում սակայն աշխատանքը դատարանների բոլոր նստավայրերում եւ գործառույթների իրականացումը կենտրոնական մարմնում այս համակարգի միջոցով դարձավ ամենասովորական աշխատանքային պրոցես։ Կարճ ժամանակաշրջանում դատական իշխանության համար կարևոր նշանակություն ձեռք բերած դատական գործերի կառավարման ծրագիրը լիարժեք չէր լինի, եթե չիրականացվեր նաև Datalex համակարգի ներդրումն ու Datalex EM էլեկտրոնային կայքի գործարկումը։ Դատական գործերի կառավարման համակարգի եւ Datalex-ի փոխկապակցված գործունեությունը լուծեց միաժամանակ երկու կարևորագույն խնդիր։ Առաջինը միտված էր դատական իշխանության վարչարարության եւ ներքին կառավարման արդյունավետությանը։ Երկրորդը դատական իշխանության գործունեությունը քաղաքացու համար թափանցիկ, վերահսկելի, հասանելի դարձնելուն։ Եվ 2009 թվականից հնարավորություն ստեղծվեց այն ամենի մասին, ինչն առնչվում է բոլոր ատյաններում քննվող դատական ցանկացած գործի մեկնարկին, ընթացքին ու ավարտին իրական ռեժիմով տեղեկանալ ինչպես ինտերնետի, այնպես էլ դատարաններում եւ պետական այլ հիմնարկներում տեղադրված սարքավորումների միջոցով։ Եթե անգամ դատավորը ցանկություն ունենա, որ իր դատական լիստը թափանցիկ չլինի, քաղաքացու ցանկության դեպքում դա անհնարին է։ Datalex ծրագիրը գոյություն ունի, որտեղ գրվում է ցանկացած դատավորի այդ օրվա աշխատանքը, նախապես կողմերի ժամն է գրվում դատական նիստերի, գրվում է թե կողմերն ովքեր են կամ ում նկատմամբ է ինչ քրեական գործալացում, վարչական գործալացում եւ քաղաքացին կարող ազատորեն տիրապետել։ Դատական ակտը, որը կայացվում է դատարանի կողմից, նորից ներդրվում է համապատասխան ուրեմն համակարգի մեջ եւ ցանկացած քաղաքացի կարող է ստանալ դա համակարգի միջոցով։ Շատ մեծ հնարավորություն է ստեղծում լրագրողների համար, որոնք հատկապես դատական ոլորտում են զբաղված։ Օպերատիվ կարողանում ես Երևանում խմբագրություն ունենալ, հետևել ամբողջ հանրապետությունում դատական գործերի ընթացքին։ Մի հետաքրքիր դեպք վերջերս արձանագրվեց մեր լրագրողի հետ, որը գնացել էր մասնակցելու բանկերից մեկի ներկայացրած հայցի հիման վրա քննվող մի դատական գործի, եւ բանկի ներկայացուցիչը միջնորդել էր դատարանի բանկային գաղտնիք առումով նիստը փակ հայտարարել, իսկ քանի որ բանկային գաղտնիք չէր եղել, ըստ էության դատավորը որոշում չէր կայացրել դրամփակ նիստը կայացնելու մասին, բայց լրագրողին դուրս էր հրավիրել դահլիճից։ Նույն օրը, երբ որ լրագրողը այդ մասին հոդված էր պատրաստում, Datalex կայքում դատավորը տեղադրել էր արդեն կայացված վճիռը, որտեղ գրված էր, որ դրամփակ դատական նիստում քննեց տվյալ գործը։ Մենք որոշեցինք, որ Արտադրության խորհուրդ պետք է դիմենք դատավորի հայցը քննելու համար եւ մի երկու օր հետո, երբ որ այդ բողոքն էինք պատրաստում, նորից հարկ եղավ բացել Datalex-ի կայքը եւ նկատեցինք, որ դրամփակ դատական նիստը արդեն մեր հոդվածից հետո փոխարինվել է դրամփակ բառը։ Շատ կարևոր էր նա, որ ըստ էության մեզ հնարավոր եղավ
վերահսկել եւ այս ամբողջը պահել տեսադաշտում։ Մինչ Dataalex համակարգի ներդրումը հանրային իրազեկման ծրագրի շրջանակում 2005 թվականից ստեղծվել եւ գործում էր Arlis իրավական տեղեկատվական համակարգը։ Հայաստանի Հանրապետությունում ընդունված ցանկացած իրավական ակտ պետք է հասանելի լինի Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու։ Սա խնդիր էր, որի իրականացումից հետո մասնագետները պիտի փաստեին, որ Հայաստանը դարձավ այն եզակի երկրներից մեկը, որտեղ իրավական ակտերը բաց են ու հասանելի բոլորի համար։ Ինչ է կատարվում մինչ այդ։ Ընդամենը պետությունը հրապարակում էր պաշտոնական տեղեկագիր ՓԲ-ի միջոցով թղթային կրիչներ, փաստորեն գրքույկների միջոցով օրենսդրական ակտերը։ Բայց դա ուներ մեկ լրջագույն թերություն։ Առաջինը գինն էր, երկրորդը իրավական ակտի թարմացված տարբերակը բնականաբար չէր արտացոլում այդ գրքի մեջ։ Եթե հիշում եք եւ ներկայումս այդ համակարգը գործում է կամ մասնավոր համակարգ, որը երթեք համակարգն էր, որ մատուցում էր համակարգչային ծրագիր, որոնողական համակարգ, սակայն նա նույնպես ուներ մեկ թերություն, նա բավականին թանկ էր, նույնիսկ մասնագետների համար, եւ խնդիր դրվեց ստեղծել մի համակարգ, որի միջոցով հնարավոր կլինի մատչելի դարձնել, հնարավոր դարձնել քաղաքացիների համար, հիմնականում քաղաքացիների համար օգտվել իրավական տեղեկատվությունից, իրավական ակտերից։ Դա տեղադրվեց վեբ կայքի միջոցով, ուրեմն մատչելիություն ապահովելու համար։ Համակարգը անվճար է, ի սկզբանե դա խնդիր էր դրված, որ պետք է լինի անվճար, եւ հետագայում ձևավորվեց նաեւ մասնագիտական, ուրեմն տարբերակը համակարգի, որը թողարկվում է ներկայումս սկավառակներով։ Իրավական ակտերի, այսպես ասած, հրապարակային լինելը բնականաբար ես կարծում եմ, որ մարդկանց իրավագիտակցությունը բարձրացնելու եւ ընդհանրապես մարդու տեղեկատվություն ընտրելու այդ ազատությունը երաշխավորող միջոց է։ Ավելին ասեմ, դա հեշտացնում է նաեւ փաստաբանների աշխատանքը, որովհետեւ փաստաբանը շատ հեշտ կարողանում է գտնել իրավական ակտերը ընտրման համակարգի միջոցով, ընդ որում նաեւ դատական ակտերն են տեղադրվում այդ իրավական ակտերի համակարգում, եւ մենք շատ հաճախ փորձում ենք գտնել համապատասխան գործեր, նույնական փաստական հանգամանքներով։ Arlis համակարգը ներառում է մի քանի տասնյակ հազար իրավական ակտեր, որոնք ընդունվել ու սահմանվել են Հայաստանի 3-րդ հանրապետությունում։ Տեղեկատվական համակարգի այցելուների քանակի մասին տվյալներն ապացուցում են, որ պետական ինտերնետային կայքերի շարքում այն առաջինն է։ Բարեփոխվում էր նաև դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը։ Տպագրական մեքենաներին փոխարինեցին համակարգիչները, երկար ժամանակ ու ֆինանսական միջոցներ պահանջող ընթացակարգերին ավտոմատացման համակարգերը։ Պարտապանի գույքի մասին տեղեկություններ ստանալու համար առևտրային բանկեր, պետռեգիստր կամ կադաստրի ծառայություն հարցումներ ուղարկվում, պատասխանները ստացվում են րոպեների ընթացքում։ Նախկինում հարկավոր էին օրեր։ Հարկադրաբար իրացվող գույքի աճուրդի հետ կապված քաղաքացիների դժգոհությունները կտրուկ նվազեցին աճուրդ ԵՄ հարթակի ներդրման արդյունքում։ Այժմ աճուրդի իրականացմանը վերաբերող տեղեկատվությունը հասանելի է նաև կայքի միջոցով։ Էլեկտրոնային աճուրդին մասնակցությունը հնարավոր ցանկացած քաղաքացու համար։ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում բարեփոխումները շարունակվում են։ Տեխնոլոգիական միջամտությունը դատաիրավական ոլորտում լուծում էր գուցե շատ ավելի կարևոր խնդիր, քան ժամանակակից սարքերի եւ դրանց ընձեռած հնարավորությունների շնորհիվ աշխատանքի դյուրացումներ։ Վերահսկելի ու բաց էր դառնում ամբողջ համակարգը։ Հայաստանի դատարաններում ձայնագրման սարքերի տեղադրումը այս ուղղությամբ հերթական քայլն էր։ Սկզբում ուսումնասիրվեց ձայնագրման համակարգերի կիրառման փորձը այլ երկրներում։ 2005 թվականից Հայաստանի դատարաններում ներդրվեց FEMIDA համակարգը։ Դատական նիստերը սկսեցին ձայնագրվել իրական ժամանակի ռեժիմով։ Ձայնագրությունները լազերային կրիչով դարձան դատական գործի անբաժանելի մասը։ Մինչ այդ դատական նիստի ամբողջ ընթացքն արձանագրվում էր քարտուղարի կողմից։ Սղագրվում էր։ Չկար երաշխիք, որ հետագայում արձանագրությունը չէր սրբագրվի կամ խմբագրվի որևէ անբարեխիղճ դատավորի կամքով։ Լինում էր, որ հակառակորդ կողմը ինչ-որ հայտարարություն էր անում կամ ինչ-որ փաստ էր ընդունում, որը քարտուղարը չէր արձանագրում։ Եվ հետո դա դառնում էր վեճի առարկա։ Կամ հակառակը, անձը մեկ այլ բան էր ասում, քարտուղարը մեկ այլ բան էր արձանագրում։ Եվ նույնիսկ լինում էին դեպքեր, երբ որ դատավորները նպատակաուղղված այլ կերպ էին գործընթացը վարում եւ որոշակի պրովոկացիաներ էին ստեղծում։ Իհարկե փաստաբանները դրա դեմ ունեին որոշակի գործիքներ։ Իրենք էին տանում ձայնագրում դատական նիստերը, որը շատ սկզբնական շրջանում նույնիսկ դատավորները չէին թույլատրում։
Եկավ մի պահ փաստաբանները աղտարեցին եւ նույնիսկ սկսեցին արդեն ձայնագրավել նիստեր իրենք։ Բայց բնականաբար այսօր արդեն այդ ձայնագրարման համակարգի տեղադրման պայմաններում այդ ռիսկերը համարյա չեզոքացել են։ Ավելին ասեմ, փաստաբանի գործը նաև հեշտացել է այնքանով, որ երբ որ նա օրինակ վերաքննիչ բողոք է կազմում վճռի դեմ, նա կարողանում է այդ ձայնագրման համակարգից կրիչով վերցնել այդ տեղեկատվությունը եւ լսելու միջոցով փորձել վերհիշել տեղի ունեցածը կամ եթե ինքը չի մասնակցել, փորձել տեղեկանալ ինչ է տեղի ունեցել եւ դրա հիման վրա իր բողոքը կառուցել։ Սա օրինակ քրեական գործ է ըստ մեղադրանքի Հակոբյանի, այս քրեական գործի մեջ կարված է նաև լազերային կրիչը։ Ամբողջ արձանագրությունը կոմպակտ ձևով այս կրիչի վրա կա եւ պահպանվում է քրեական գործի հետ միասին։ Եթե կողմը դիմում է կրիչը վերցնելու խնդրանքով, տրամադրվում է իրեն համապատասխան դիմումի հիման վրա եւ համապատասխան ժամկետներում։ Առաջի անգամ տրամադրվում է կողմին անվճար։ Գործերը, որոնք ավարտվում են, ստանում են օրինական ուժ, որոշ ժամանակ դատարաններում պահվելուց հետո այն հանձնվում է դատական դեպարտամենտի կենտրոնական արխիվ։ Արխիվում այդ գործերը համարակալվում են, տեսակավորվում եւ պահվում են որոշակի ժամկետ, որից հետո արդեն կենտրոնական արխիվի կողմից այդ արխիվացվում են այդ բոլոր գործերը, առանձնացվում են համապատասխան փաստաթղթեր եւ որից հետո գործերի մի մասը ոչնչացվում է։ Այժմ ծրագիր է իրականացվում, ամբողջ արխիվը մենք փորձելու ենք թվայնացնել։ Ոչ թե դատարանից դատարան, այսինքն առաջին ատյանից վերաքննիչ դատարան, վերաքննիչ դատարանից վճռաբեկ դատարան, գործերը թղթային եղանակով կուղարկվեն շատ ավելի ուշ եւ դատավորները պետք է սպասեն այդ գործերը մինչեւ ստանան, ապա էլեկտրոնային եղանակով դատավորները կստանան գործը, կսկսեն աշխատել մինչեւ թղթային եղանակով գործը հասու կլինի իրենց։ Հանրապետությունում իրականացվող բարեփոխումների հիմնական հասցեատերը քաղաքացին է։ Ակնկալելով դատական ատյանի անաչառ վերաբերմունք եւ օրենքի գերակայություն, քաղաքացին առաջին հերթին պետք է իրազեկ լինի իր իրավունքներից, դրանք լիարժեք իրացնելու համար։ 2009 թվականից հանրային հեռուստաընկերության եթերում դատական համակարգին ու դատական կարգով իրավունքները պաշտպանելու եղանակներին հանրությանը տեղեկություններ տրամադրում է դատաժամ հաղորդաշարը, որը հաջորդողն է մեկ այլ հեռուստածրագրի։ Առաջին ալիքի եթերում 2005 թվականին սկսել էր ցուցադրվել Իմ իրավունքը։ Երբ սկսվեց հաղորդաշարի նկարահանումները, բնական է այդ ժամանակ ես աշխատում էի Արդարության նախարարությունում, նախարարի տեղակալն էի եւ լրացուցիչ իրոք սա բավականին մեծ նոր, այսպես ասենք, դաշտ էր, լրացուցիչ ծանրաբեռնվածություն ակնհայտ է, որովհետեւ յուրաքանչյուր հաղորդում մատչելի դարձնելու համար բավականին շատ մեծ ծավալի աշխատանք էր կատարվում։ Եվ մյուս կողմից էլ դա իհարկե բնական է բոլորովին նոր աշխարհ, հեռուստատեսային աշխարհ, որը կարծես թե որտեղ արդեն երկտեղում էին երկակի, այսպես ասենք, կանոններ, մի կողմից իրավունք, մյուս կողմից արդեն հեռուստատեսություն, եթեր իր սեփական կանոններով։ Եթերում Իմ իրավունքն է, բարի երեկո։ Դատական նիստը կվարի դատավոր Տիգրան Մուկուչյանը։ Ոտքի դատարանն է գալիս։ Երբ սկսեցին արդեն եթեր գնալ առաջին հաղորդումները, թերևս ամենաշատ հանդիպող հարցադրումը հենց կայանում էր նրանում, իսկ արդյոք դրանք իրական վեճեր են, թե իրական վեճեր չեն։ Կային վեճեր, որոնք բնական է, դրանք իսկական կյանքից, կենցաղից վերցված վեճեր էին, կային վեճեր, որոնք հենց ներկայանում էին այն կողմերով, որոնք իրականում ունեին այդ վեճը, բայց այստեղ գիտեք, այդ ամեն ինչը ուղղակի պետք էր երկրորդել, այսինքն ավելի շատ շեշտադրումը միշտ իմ կողմից ամենայն դեպս շեշտադրումն այնպեսին էր, որ պետք է հետևել ոչ թե ձևին, այլ պետք է հետևել բովանդակությանը, կարևորը, որպեսզի այն կարմիր թելը, որը դրված էր յուրաքանչյուր հաղորդման մեջ, դա հասանելի լիներ կոնկրետ լսարանին։ Պարզ ու մատչելի ներկայացնել իրավական ամենաբարդ խնդիրները, որոնց մարդիկ բախվում են ամեն օր, ու դրանց լուծման եղանակները, որոնց փնտրտուկը իրավական գրագիտության պակասի դեպքում բավական դժվար է։ Սա էր Իմ իրավունքի նպատակը։ Հաղորդումը տեղեկացնում էր նաև դատարանի գործառույթների եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակում քաղաքացու իրավունքների մասին։ Հանրության շրջանում աստիճանաբար ամրագրվում էր գիտակցումը, որ ավանդական եղանակով կնքվող գործարքները հարիր չեն ժամանակակից իրավահարաբերություններով սահմանված կանոններին։
Շատ հաճախ մենք կյանքում ամենատարբեր գործարքների պարագայում օգտագործում ենք ամենատարբեր տերմիններ։ Օրինակ, ասենք բնակարանի առուվաճառքի ժամանակ մարդիկ օգտագործում են, չգիտեմ, բեհ եմ տվել, ավանս եմ տվել, բայց թերևս շատ քչերին էին ծանոթ, որ նույն բեհի ինստիտուտը, այն նույն իրավական ռեժիմով, ինչ որ իրենք կյանքում վերաբերվում էին, այսպես ճակերտավոր ասած, բեհի հետ, դա ամրագրված է քաղաքացիական օրենսգրքում, դա քաղաքացիական իրավական ինստիտուտ է, ունի իր սահմանումը, իր իրավական կարգավորման ռեժիմը։ Խնդիրներ ենթադրենք կապված փոխառության գործարքի հետ։ Այսինքն այստեղ թիվ 1 խնդիրը կայանում էր նրանում, որ յուրաքանչյուր պարագայում, եթե փոխառության դեպքում չկա գրավոր, թեկուզ հասարակ ձևով տրված ստացական, հետևաբար հետագայում վեճի պարագայում չի կարող վկայակոչվել, ընդհանրենք վկայի ցուցմունք կամ որևէ այլ նմանատիպ ապացույց։ Իմ իրավունքը ունեցավ 3 եթերաշրջան, յուրաքանչյուր եթերաշրջանում ներկայացվեց 40-ական դատական վեճ։ 120 տարբեր գործեր, որոնցից յուրաքանչյուրը պարզաբանեց քաղաքացիաիրավական ինստիտուտների գործառույթները։ Իմ իրավունքը 2 անգամ արժանացավ տարվա լավագույն հաղորդաշար անվանակարգին, ունեցավ իր վեբկայքը, որի միջոցով մասնագետները տրամադրում էին իրավական խորհրդատվություն։ Քաղաքացին կարծես թե սկսել էր գիտակցել իր իրավունքի արժեքը։ Եվ արդեն հետագայում դատական պրակտիկայում քիչ չէին հենց այն դեպքերը, նույնիսկ ժամանակին դա պատմում էին գործող դատավորներն այն ժամանակվա, որ շատ հաճախ դատարաններում սկսում էին մարդիկ վկայակոչումներ անել իմ իրավունքից։ Շատ հաճախ, չգիտես ինչու, ներկայացնելով ստացական, ասում էին, որ հայ իրենք լսել են, որ հեռուստացույցով ասել են, որ այդ ստացականը ձևակերպվել է այս կարգով, այն կարգով եւ այլն։ Եվ պետք է նկատել, որ իրոք այս առումով, այդ ակտիվության առումով, այդ քննարկումների առումով, այ մարդկանց կողմից սեփական իրավունքները ճանաչելի լինելու առումով ես կարծում եմ իրոք այդ հաղորդումը համենայն դեպս այն նպատակը, որը դրել էր իր առջև, կարծես թե իրականություն դարձրեց։ 2005 թվականի սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը 1 տարի տևած քաղաքական սուր դեբատներից, բազմաթիվ խորհրդակցություններից, ակտիվ քննարկումներից հետո երրորդ ընթերցմամբ ընդունեց Հայաստանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Հասարակական քաղաքական շրջանակում մինչ այդ ծավալված վեճերն ու քննարկումները մի նպատակ էին հետապնդում՝ առաջարկված նախագծերից ընտրել լավագույնը, որով Հայաստանի Հանրապետությունը կունենա իրապես բարեփոխված սահմանադրություն։ 2005 թվականի նոյեմբերի 27-ին մայր օրենքում փոփոխություններ կատարելու օգտին քվեարկեց Հայաստանի 1,411,711 քաղաքացի։ Սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակներից ու կարևոր սկզբունքներից մեկը դատական իշխանության անկախ եւ ինքնուրույն գործունեության համար երաշխիքների ստեղծումն էր։ Դատական ինքնակառավարման մարմինները պիտի օժանդակեին այս նպատակի իրականացմանը։ Արդարադատության խորհուրդը փոփոխված կազմով պիտի իրականացներ իր գործառույթները, պիտի նվազեր նաև գործադիր իշխանության ազդեցությունը դատական իշխանության վրա։ 98 թվականին մենք ունեինք իրականում 2 մարմին, որոնք փաստորեն փորձում էին կայացնել դատական իշխանության ինքնուրույնությունը եւ մտցնել ինքնակարգավորման մեխանիզմներ։ Արդարադատության խորհուրդներ, որը սահմանադրական մարմին էր, եւ օրենքի հիման վրա ստեղծված դատարանների նախագահների խորհուրդներ։ 2007 թվականին մենք ունեինք արդեն որակապես նոր պատկեր։ Դա արդարադատության խորհուրդներ, այլ կազմով արդեն շատ ավելի անկախ, քան նախկինում, առանց գործադիր իշխանության, առանց հանրապետության նախագահի, առանց գլխավոր դատախազի։ Մենք ունենք արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողով, որը ձևավորում էր հենց արդարադատության խորհրդի կողմից։ Մենք ունենք դատարանների նախագահների խորհուրդ եւ եւս 2 հանձնաժողով դատարանների նախագահների խորհրդում, դա ուսումնական հանձնաժողովներ եւ էթիկայի հանձնաժողովը, եւ վերջապես ունենք դատավորների ընդհանուր ժողով։ Սրանք մեխանիզմներ են, որոնք դարձյալ զուտ մեխանիզմները ստեղծելով մենք չենք կարող երաշխավորել, որ դատարանները անմիջապես կդառնան անկախ, անաչառ, բայց սրանք այն մեխանիզմներ են, որոնց գործունեության ընթացքում է ձևավորվում իսկապես անկախ եւ անաչառ դատական իշխանությունը։ Մայր օրենքի նոր դրույթներից բխող փոփոխություններին զուգընթաց Հայաստանում տարիների ընթացքում կուտակված փորձի հիման վրա շարունակվում էր օրենսդրական կատարելագործմանն ուղղված աշխատանքը։ Դատարանի բնականոն գործունեության ապահովման երաշխիքները, դատական ինքնակառավարումը, դատավորի կարգավիճակը, դատական իշխանության գործունեության սկզբունքները կարգավորվեցին մեկ միասնական փաստաթղթով։
2007 թվականին ընդունվեց դատական նոր օրենսգիրքը։ Այստեղ առանձին գլխով ներկայացվեցին նաև դատավորի վարքագծի կանոնները։ Ստեղծվեցին նաև դրանց մեկնաբանությունները կանոնների միատեսակ կիրառումն ապահովելու նպատակով։ Սկզբունքը մեկն էր. արդարադատություն իրականացնելու առաքելությունը ստանձնած անձը պատմուճանը կրելու առաջին իսկ րոպեից ոչ միայն դատարանի ներսում, այլ նաև առօրյա կյանքում ու կենցաղում բարոյականության սահմանած չափանիշներին հավատարիմ լինելու պատասխանատվությունն ու պարտականությունն է որդեգրում։ Վարքագծի կանոնները օգնում է դատավորներին ճիշտ կազմակերպել իրենց կենցաղը, այդ թվում նաև աշխատանքը։ Պետք է նշվի նաև, որ վարքագծի կանոնների խախտման համար մի շարք դատավորների հարցեր քննարկվել է դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովում եւ ցավոք եղել են նաև դեպքեր, երբ վարքագծի կանոնների խախտման համար մի շարք դատավորներ ենթարկվել են պատասխանատվության։ Քաղաքացի դատական մարմին քաղաքակիրթչական նախադրյալները եւս դատական իշխանության նկատմամբ հանրության վերաբերմունքի փոփոխության հարցում իրենց դերակատարումն ունեցան։ Առաջին ատյանի դատարաններում բարեփոխումների առաջին ծրագրի իրականացման ընթացքում արդեն կտրուկ ավելացան քաղաքացիական գործերով դատական հայցերը։ Քաղաքացու մոտ ձևավորվում էր օրինական ճանապարհով սեփական իրավունքների վերականգնման գիտակցումը։ Ներդրվել էր նաև դատական նախադեպի ինստիտուտը։ Վարույթում գտնվող գործի վճիռը կայացնել է վերադաս դատարանի կողմից ավելի վաղ քննված նմանատիպ գործով վճռի հիման վրա, օրենքների միատեսակ կիրառում ապահովելու նպատակով։ Քաղաքացիական գործերով միշտ մի կողմը դժգոհ է մնում։ Եթե շահերի բախում է տեղի ունենում, անպայման մի կողմը դժգոհ է մնում եւ նրան թվում է, թե ինքը խաբված է կամ իր շահերը ոտնահարվել են, բայց երբ որ նախադեպային որոշում ես օգտագործում, նրանք արդեն ինչ որտեղ համոզվում է քաղաքացին, որ իր շահերը իրոք չի ոտնահարվել եւ բողոքներն էլ ավելի են պակասել։ Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել էր վարչական արդարադատության զարգացումը։ Մինչ սահմանադրական բարեփոխումները 2004 թվականին ընդունվել էր վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքը, որի նպատակն էր կարգավորել քաղաքացի պետական մարմին հարաբերությունները։ Վարչական իրավունքի մասնագետները օրենքը հետագայում պիտի անվանեին յուրօրինակ սահմանադրություն պետական մարմինների ու պաշտոնյաների համար։ Օրենքով կարգավորվում էր իրավահարաբերությունների մի ամբողջ շղթա, հստակեցվում էին ֆիզիկական կամ իրավաբանական անձի եւ վարչական մարմնի իրավունքները, պարտականությունները։ Ամենակարևոր աշխատանքը 2006-2008 թվականներին տեղի ունեցավ, երբ որ մենք իսկապես մշակեցինք մի համապարփակ ծրագիր վարչական իրավունքի ոլորտում, անցկացրեցինք ուսուցում մեր գերմանական փորձագետների հետ միասին եւ ուրախությամբ պետք է նշեմ, որ այդ վերապատրաստումը անցած անձանց մեծամասնությունը այնուհետև նշանակվեց որպես վարչական դատարանի դատավոր։ Եվ 2008 թվականի հունվարի 1-ից մենք ունենք արդեն վարչական մասնագիտացված արդարադատություն, ստեղծվեց վարչական դատարանը, սկզբից վարչական արդարադատությունը երկաստիճան էր, այսինքն մենք ունենք վարչական դատարան եւ վճռաբեկության կարգով արդեն վճռաբեկ դատարան, այնուհետև երբ որ վարչական արդարադատությունը արդեն միսուարյուն ստացավ երկրում, անհրաժեշտություն առաջացավ ստեղծելու նաեւ միջանկյալ երկրորդ օղակը եւ անցյալ տարվանից մենք ունենք նաև վերաքննիչ վարչական դատարան։ Դա արդեն դարձել է այնքան սովորական բան, որ քաղաքացին կարող է պետությանը դատի տալ ու նաև հաղթել այդ դատը, բայց ասենք 2000 թվականին կամ 1990-91 թվականին մեր համար դա դժվար էր պատկերացնել։ Ես հիմա քնում եմ մասնակցելու դատական նիստի, որով քաղաքացին դատել կապի նախարարությանը եւ կադաստրի ստորաբաժանմանը վարչակազմության պայմանագիրը համավճարաչելու պահանջի հայցով։ Դատակարգը նորմալ է, տեսնենք հուսանք, որ նորմալ կավարտվի։ Մի շաբաթ առաջ քաղաքաշինության նախարարությանն էի դատի տվել, գործը շահել եմ, խնդիր չեմ տեսնում, երբևիցե ցանկացած պետական վարչական մարմնի դատի տալը եւ այդ առումով այո, բարեփոխումներն աշճանի է, հասել որ համարցակ կարող եմ ասել, որ դատարանը կաշկանդված չէ, թեգուս կառավարությանը դատի տալ, թեգուս ցանկացած նախարարությանը կամ վարչական պետական մարմին։ Զարգացած ու զարգացող հազարամյակների թե ընդամենը մի քանի 100 տարվա պատմություն ունեցող բոլոր պետություններում դատական իշխանության առջև դրված է նույն պահանջը։ Յուրաքանչյուր քաղաքացի պիտի գիտակցի, արդարադատություն իրականացնելիս դատավորը զերծ է եղել որևէ ազդեցությունից եւ ղեկավարվել է իր խղճով։ Ու եթե անգամ քաղաքացին բավարարված չէ դատական ակտով, այն կայացվել է հավասար պայմաններում եւ արդարացիորեն։
Այս նպատակն իրագործելու համար ձեռնարկվեցին այն բոլոր միջոցառումները, որոնք ուղղված էին արդարադատության նոր որակի ձևավորմանը եւ հասարակության իրավագիտակցության բարձրացմանը Հայաստանի Հանրապետությունում, որը հաղթահարում էր ոչ վաղանցյալի քաղաքական ու սոցիալ-տնտեսական ցնցումների հետևանքները։ Բարեփոխումները դատաիրավական ոլորտում մեկնարկել էին հենց այդ ժամանակ։ Դա 15 տարի առաջ էր։ Ընդհանրապես, երբ երեխաները աճում են, շատ հաճախ դու չես նկատում նրանց աճը, բայց երբ սկսում ես թերթել հին ալբոմները, այդ ժամանակ նորի հայտ է գալիս, թե ինչպիսի մեծ փոփոխություններ են տեղի ունեցել։ Կարելի ասել նաև նույնը մեր հասարակությունում։ Եթե մենք համադրենք այսօր մեր հասարակությունը եւ մեր հասարակությունը 98 թվականին իրավական գիտակցության առումով, իրավական պատրաստվածության առումով մենք կտեսնենք էական տարբերություն։ Սակայն առօրյա կյանքում մենք կարծես թե դա չենք նկատում։ Դրա համար իսկապես պետք է թերթել պատմությունը, տեսնել թե ինչպիսի հայցեր էինք մենք քնում, ինչպիսի բողոքներ ունեինք, ինչից էին դժգոհում մեր քաղաքացիները, եւ կտեսնենք թե մենք ինչ մեծ քայլ ենք կատարել առաջ այս անցած 15 տարիների ընթացքում։ Դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլը կավարտվի 2012 թվականին, սակայն կմեկնարկի հերթական էտապը, որպեսզի պետությունը զարգանա, աճի, ստեղծի բոլոր նախադրյալները հասարակության կենսագործունեության բնականոն ընթացքն ապահովելու համար, հիմքում պիտի ունենա առաջընթացի գաղափարը, այլապես ցանկացած ոլորտում իրականացվող բարեփոխում կդադարի զարգացման ուժ լինելուց, եթե ինչ-որ պահի կանգ առնի։ Կյանքը զարգանում է եւ հասարակության զարգացման յուրաքանչյուր ժամանակահատված իր խնդիրներն է դնում նաեւ դատական իշխանության առջեւ որպես հասարակական օրգանիզմի արդյունավետ գործունեության կարևորագույն էլեմենտ։ Այս պահին անգամ մշակվում է դատաիրավական բարեփոխումների 2012-14 թվականի ծրագիրը, որը շատ ավելի համապարփակ է լինելու, ավելի մեծ իր գործողություններով, իր քայլերով, որը իր մեջ ներառելու է ոչ միայն դատական իշխանության բարեփոխումները, այլ նրան հարակից կամ նրան օժանդակող այնպիսի հաստատությունների բարեփոխումներ, ինչպիսին են դատախազությունը, փաստաբանությունը, քաղաքացիական կացության ակտերի գրանցումը, նոտարիատը եւ այլն, եւ շատ դեպքերում խնդիրների լուծում հենց այս օղակներում պիտի փնտրել եւ այստեղի փոփոխությունները պետք է տան իրենց դրական արդյունք դատական իշխանությունում։ Եվ եթե փորձենք ամբողջացնել եւ հասկանալ թե ինչպիսի պետություն ենք ուզում ունենալ, ապա յուրաքանչյուր քաղաքացի առանց երկտելու պիտի երկու բան ասի։ Ուզում ենք պաշտպանված երկիր ունենալ, անվտանգ երկիր ունենալ, սրա համար պիտի ունենալ հզոր բանակ, անվտանգության արդյունավետ համակարգեր եւ դրա կողքին կամ դրանից առաջ դրան պետք է նշվի ունենալ արդարադատության համակարգ, ապրել այնպիսի երկրում, որտեղ արդարադատությունը գերիշխի։ Աշխարհում մոտ 200 պետություն կա։ Դրանք դասակարգվում են ըստ քաղաքական, գաղափարախոսական ու կրոնական ուղղվածության, տնտեսական